Վանաձորցի 12 ընտանիք հայտարարում են, թե քաղաքապետարանն իրենց խաբել է, վկայակոչելով դեռևս 3 տարի առաջ կնքած պայմանագրի անցած ժամկետն ու չկատարված խոստումները։ 4-րդ տարին է, ես նրանցին էլ հավատամ։ Ես նա այսքան տարին է բերանից մի հատ ճիշտ խոսք չեմ լսել։ Այս պայմանագիրը Ինչա գրած կկարդաք։ Առաջ կետից գամ։ Վանաձորի համայնքը, այնուհետև համայնքի իդեմս քաղաքապետ Դարփինյանի մի կողմից։ Տնակը քաղաքապետարանը դեռ 3 տարի առաջ նախկին շենքի տարածքից հանել էր, այնուհետև պայմանագիր կնքել, խոստանալով 3 տարի հետո բնակարան հատկացնել։ Պայմանագրի ժամկետը լրացել է, բայց Սեյրանի ընտանիքին դեռ բնակարան չեն հատկացրել։ Այս դատախազի թուղթը, որ պատասխանում է դատախազը, Կարեն Մարտինիչը։ Ինչա պատասխանը։ Շահբազյանը պատասխանում է, որ դու դատարան։ Վանաձորի կենտրոնում 1988-ի երկրաշարժից առաջ բազմաբնակարան 2 շենք կար։ Վանաձորցիները դրանցից մեկին ֆոտոետյուդի շենք էին անվանում։ Անցած տարիների ընթացքում բնակիչների մեծ մասը տուն ստացավ։ Միայն 12 ընտանիք, այդ թվում եւ Սեյրան Հարությունյանի ընտանիքը, հրաժարվելով կառավարության բնակարանների հատկացման տարբեր առաջարկներից պնդում էր, թե տուն են ուզում հենց իրենց նախկին շենքի տարածքում։ Վանաձորի քաղաքապետարանն ի վերջո համաձայնելով բնակիչների հետ, նրանց խոստացավ քանդված շենքի տարածքում կառուցվող էլիտար շենքում բնակարաններ հատկացնել։ Քաղաքապետարանը շենքի տարածքն աճուրդով վաճառել էր կառուցապատող Վիմպերկ ընկերությանը, պարտավորեցնելով 12 բնակարան հատկացնել աղետից տուժածներին, բայց համաշխարհային տնտեսական ճգնաժամը խառնեց կառուցապատողի հաշիվները։ Ես տուն եմ ուզում, չէ, այսօրվա շուկայական գներով էլիտար բնակարանները ոնց է նրանց գները։ Ասենք հիմա փողը կուզեիք, թե տունը, դե տունը տենում եք, չի սարքվի։ Տունը չկա, այս բան ես ոնց տուն ուզեմ, ես փոխհատուցումը կուզեի, այսօրվա գներով, այսօրվա պայմաններով։